Նիկոլ Փաշինյան կաթողիկոս, կառավարություն կամ եկեղեցի հակամարտություն, կազմակերպված համատեղ ապականություն, համայն հայության այլասերվածություն ու արժեքների սրբությունների քայքայման դիվերսիոն գործառույթ, որտեվ այդ ամենը, եթե իրենք այդ ամենը դիտարկելով, իրենք հրապարակավ խախտում են աստվածաշնչային եկեղեցական մի քանի տասնյակ մահացու մեղքեր ու սրբագույն օրենքներ, խախտում են սահմանադրական հիմնարար օրենքներն ու օրենսդրական բազմաթիվ օրենքներ, բայց այդ ամենը մենք տարբեր տեղերից, տարբեր ճամբարներից միաժամանակ ոգևորված ասում ենք, այո, կաթողիկոսը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, այնին սխալ է, այնի ճիշտ է, չտենալով որ այդ ամենը հրապարակավ մի քանի տասնյակ մահացու մեղքերի, կտակարանային սրբությունների, հայ ազգի պատվի արժանապատվության սրբությունների ապականությունը, մեր Հայաստանի Հանրապետության օրենքների ու օրենսդրական նորմերի հիմնարար սկզբունքների ապականությունն է, եւ այդ ամենը մենք լուրջ ոգևորում ենք։ Երբևիցե կտակարանը այտենց թերթած, ոչ թե կարդացած, այլ եւ սահմանադրությունը թերթած եւ չկարդացած, իմ հայ ազգին հազար մի տեղից մոլորություն, ապականություն, այլասերվածություն են տարածում, ինչումն է բանը։ Եկեղեցին դա մինչև հեղափոխության մեր կառավարությունն եղել։ Եկեղեցին հարկահավաք գործառույթ ունի, իր հիմնական ֆունկցիան հարկեր հավաքելն է, մինչև քրիստոնեություն հավաքել հասկացողություն չի եղել։ Հարկ հավաքելն է եղել, եկեղեցին որպեսզի հզորանա, արգելք է դրել հոգևորականին, որ ժառանգ չունենա։ Այդպես է եղել նախաքրիստոնեական շատ տաճարներում։ Եվ հարյուրամյակների ընթացքում այդ ժառանգության իրավունքը արգելելու շնորհիվ եկեղեցին հսկայական գույք է ունեցել։ Ինչու է արգելք դրել եկեղեցին ամուսնություն ու ժառանգ ունենալու, այդ հիմնականում լուրջ պաշտոնների համար, էլի, որտեվ եթե ունես կին երեխաներ, ապա ժառանգությունը պիտի կիսես, եւ դրանով եկեղեցին ինչ որ ձեռք է բերում այդ տվյալ հոգևորականի կյանքի ընթացքում, բաժանվում է ժառանգների միջև։ Բայց արգելքը դնելով եկեղեցին հարյուրամյակներով հզորացել է։ Հիմա պարադոքսն է, որ եկեղեցին նորմ ունի, որ վանահայրից ավել բարձր պաշտոնները պետք է օրինական ամուսնություն չունենան, որպեսզի ժառանգության իրավունք չունենան, բայց մյուս պարադոքսն է, որ անօրինական կին երեխաներ, սեռական կյանք տենց արգելք չկա, դա միշտ էլ եղել է, թե առաքելական եկեղեցու, թե կաթոլիկ եկեղեցու, թե ուղղափառ եկեղեցու հոգևորականները հիմիկվա ոնց որ վարչության պետեր, նախարարներ, մարզպետներն են, էլի, այնց լավ փողեր, լավ գործեր ունեցողները ձեր չի, որ իրենք լավ է չցկան ուտուշ-խմուշների, կայֆերի, ծտերի, սիրույների, հոծ բազմությունները ու բազմաթիվ առօրյա հսկայական ճոխությունների մեջ են ապրել։ Դա փաստ է։ Երկրորդ փաստը, եկեղեցին եւ ոչ մի հոգևորական չի կարող արգելի որևէ մեկին մտնել տաճար, եկեղեցին չի կարող հրաժարվի որևէ մեկին, անկախ ազգությունից, սոցիալական եւ այլ պատկանելությունից մեղքերի թողություն անելու։ Եթե որևէ տեր լինի եպիսկոպոս, կաթողիկոս այդ արտահայտությունը արել է, ես մենակ գրավոր եմ տեսել, որ կաթողիկոսը այդպես արտահայտություն է արել, վիդեոյով չեմ տեսել, ապա այդ հոգևորականին պետք է եկեղեցու պատի տակ քարերով սատկացնել, բառից բուն իմաստով ու ցանկացած բառ ես ստորագրում եմ։ Հիսուս Քրիստոսը մեղավորների ու մոլորյալների փրկիչն ու ուսուցիչն է եւ ինքը իրանով, իր արյունով բոլորի մեղքերի թողություն է տվել ու ոչ մի տեր, ոչ մի հոգևորական չի կարող ոչ մեկին մերժի, նույնիսկ դաժե թուրքին չի կարող մերժի, որտեղ եկեղեցի ազգ հասկացողություն չի ճանաչում։ Ճիշտ է, պատարագ մեղքերի թողություն է կարող մենակ մահմեդականությունից հրաժարվելու, քրիստոնեություն ընդունելու պարագայում անի, բայց եկեղեցու դռները բաց են յուրաքանչյուրի առաջ, քրիստոնյա եւ ոչ քրիստոնյաների համար։ Այդ հաջորդ ապականությունը, թե ինչպես այդ արժեքները քարկոծվում, չկա հայ առաքելական եկեղեցի, կա առաքելական եկեղեցի, եկեղեցին ազգ հասկացողություն չի ճանաչում, այդ որ մեր ազգի գերակշռող մեծամասնությունը առաքելական եկեղեցու հետևորդ են, դա բնական է, մերն ենք համարում, բայց եկեղեցին հասկացողություն չի ճանաչում։ Մի ուրիշ պարադոքսն ու զավեշտը կայանում է նրանում, որ ցեղասպանությունից հետո
Եվ ժամանակ բազմաթիվ հայերի պարտադրել մամեդականություն ընդունել ու թուրքի անուն ազգանուն գծել։ Հիմա ինչ, որ վաղ չեմ իսօր, այդ հայը, որը տասնամյակներով Թուրքիայում հալածվել է, իր արմատների վերադառնալով, գալով, կնքվելով, հայ դառնալով, իր կնքված անունով հայերի անուն ազգանուն ընդունում, ասենք, օ, թուրքերը կան լծվան, օ, այս տերը քրիստոնեություն ընդունեց, խաչակնքել է, էսեն, հա, դες բան եք ասելու։ Մենք 5 միլիոն Թուրքիայում մամեդական հայեր ունենք, որ իրենք գիտեն հայ են, իրենք իրենց հայ են համարում ու հայեցի են, ավելի շատ, քան թե մեր շատ ստեղի կառավարության կամ բիզնեսի խոշոր բիզնեսի ներկայացուցիչ մարդիկ ցանկացած մամեդական ընդունած Թուրքիայում հայ ավելի շատ հայրենասեր է, քան թե մեր կառավարությունների խոշոր բիզնեսի ցայտուն ներկայացուցիչները։ Դա պղծություն է, իհարկե, իսկ որ Ռուսաստանը հայագնում է հոժարական, հոժարական ռուս անուն ազգանուն է ընդունում, դա ինքը որ գալիս է Հայաստան, եկեղեցի մտնում, դա պղծություն չի, դա նորմա, դից էլ պիտի լինի։ 100 տարի առաջ ենք վերջին անգամ Թուրքիայի հետ պատերազմական բախումներ ունեցել, 1920 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի համատեղ ռուս-թուրքական հարձակում է եղել եւ դեկտեմբերի 2-ին 1920 թվականի պատերազմը ավարտվել է մեր կապիտուլյացիայով, բայց Թուրքիայի հետ որևէ հարաբերություններ, որևէ գործընթաց դա սփոփոխություն, ապականություն անկոս չունենք, սահմաններն են բացվում։ Իսկ ռուսը, որ այս 200-300 տարվա մեջ հետևողական մեծ ցեղասպանություն արել, 1840-ական թվականների Ալաշկերտի բռնագաղթը, 60-ական թվականների Էրզրումի Բայազերտի բռնագաղթը եւ Ռուսաստանի հետ տարածքում բնակեցների Սևանի շրջակայի քաղաքակալակում 1878 թվականի Էրզրում Կարինի տեղահանություն բռնագաղթը, ոնց որ այս վերջերս 23 թվականին Արցախում իրականացել, նույն այդ գործառույթը իրականացել ամբողջ 19-րդ դարում ռուսը մեր գլխին, ռուսին դա պետք է, դա նորմալ է, ռուսը պետք է անի, ռուսը օհնած է։ Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի գործառույթ, բայց Ադրբեջանի հետ, որ վերջերս ենք 89 թվականի ծեսկում Սումգայիթի ջարդերով եւ Բաքվի կոտորած ջարդերից հետո անընդմեջ պատերազմի մեջ ենք, բայց դա շատ շուտ պետք է մոռանանք ու ադրբեջանցիներին եղբայրանանք, տաքսիներով գնանք, Ալեն Սիմոնյանի հայտարարությունով ադրբեջանցին պետք է տաքսիով գա ֆրագնա, դա դիվերսիոն քարտ չի, դա օտարամոլություն չի, դա հակահայ գործակալական ցանցի արտահայտություն չի, դա տենց է։ Ռուսաստանը, որ այս ցեղասպան գործառույթները իրականացրել է, բոլշևիզմի տերորն է իրականացրել, ռուս բոլշևիկ, հայ բոլշևիկների հետ համատեղ, դա նորմա, դա պետք է, մենք ունենք հաղթանակի այգի, բայց դա մեր ցեղասպանության այգին է, բայց ցեղասպանությունը կարող անվանենք հաղթանակ ու մենք եւ այդ 650,000 տղամարդ, որ գնացին հանուն պարտիայի, հանուն Կրեմլի ու Ստալինի կենաց մահու պատերազմ մղեցին ու կեսը զոհվեցին, իսկ այն ողջ մնացածների կեսը 10 տարի Սիբիրներում պահել են մեր պապերին, նախնիներին, ավելի ճիշտ պապերին 10 տարի հետո Հայաստանը վերադարձել գնացածների 10%-ը։ Դա ցեղասպանություն չի, դա նորմալ է։ Հաջորդը սահմանադրական ապականություն და պերշություն, սահմանադրության առաջ բոլորը հավասար են, թե կաթողիկոս, թե Նիկոլ Փաշինյան, թե եպիսկոպոս, թե քպեականներ եւ նախկիններ, սահմանադրական նորմը հրապարակավ էլ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, դա սովետել մի քիչ ուրիշ երևույթ է, մարդու ամենակարևոր հիմնարար սկզբունքը սահմանադրության մարդու համար դա անկախությունն է, պետության զարգացման ու զորացման գործառույթներն է, որը ապականված է հրապարակայնորեն, մարդու անվտանգություն, ապահովության ու զարգացման առողջության երաշխիքը, որը հիմնարար սկզբունք է, ապականված է, ու մենք դա նորմալ ենք ընդունում, բայց եկեղեցին ինչ որ տերտեր կամ տերտերներ արգելել են Նիկոլին մտնեն, Աննա Հակոբյանին պատարագամ օրհնություն է տվել այդ տերտերը, դա սրբապղծություն է, հասկանում եք ոնց են մեզ այլասերվածության ու ապականության այս կոկտեյլի մեջ պահում։